ուզում եմ շատ կարևոր նաև հետևյալ փաստը արձանագրենք, որ ավելի սրվեց սրա այսպես պայքարը մեր եկեղեցու դեմ, թեպետ Փաշինյանը միշտ էլ իր հոդվածներով հակա եկեղեցական է եղել, միշտ, մինչև վարչապետ լինելն էլ, միշտ էլ նա կաթողիկոսին հասցեին վայրահաչել է։ Մանկապարտության մասին այդպես հիացմունքով գրում է իր գրքում, հաճույքով, սատանից սպասավոր է ընկղից, պարզ ասել։ Ով որ գրում է իր երկրի հակառակ կողմը երկի մեջ այդ սրբապղծությունները, դրանք միայն սատանիստական քարոզչություն է։ Այսինքն իր գրածով պետք է նաև իրեն դատել։ Իհարկե, իր գործերով Հիմա տեսեք, այո, հիմա մեր եկեղեցին երբ սկսեց եւ շարունակում է շատ ակտիվ աշխատել Արցախի հարցում, թե Արցախում մշակութային մեր հոգեվոր ժառանգության ավերն է բացահայտում տարբեր միջազգային հարթակներում եւ հնչեցնում է շատ կարեւոր մի բան Արցախահայության հայրենիք վերադարձի իրավունքի մասին, որի դեպ 3 այս մարտիկ Եվրանեստի գագաթաժողովում, այդ համաժողովում իրենք ամեն ինչ արել էին, որպեսզի այդ բանաձևը չընդունվեր եւ ինչպես Հայաստան խմբակցության падգամավորը, այո, Արթուր Խաչատրյանն ասեց, ասում է Եվրանեստի եվրոպական падգամավորները գալիս ասում են, որ հենց ձեր իշխանությունն է, իշխանության ներկայացուցիչներն են մեզ ասել, որ չընդունեք այդ բանաձևը, այսինքն իրենք հերթական անգամ դավաճանեցին Արցախն ու Արցախահայությանը։ Եվ քանի որ եկեղեցին տանում է այդ գիծը, եկեղեցին են հզոր կառույցը իր ցանցով, որ կանգնած այսօր ի պաշտպանություն Արցախի եւ Արցախահայության շահերի դիրքերից է հանդես գալիս։ Հարվածներն ավելի քան ուժեղանալու են։ Ինչ ենք անում մենք, հայերս ինչ ենք անում մենք պաշտպանելու մեր հզոր հենասյունը, մեր ազգային ինքնության հզոր հենասյունը, փլվեց հայազգ չի կարող լինել։ Գաղտնիք չկա, մեծ այսպես իմաստուն բաներ ասելու կաջալ։ Մենք գործիքակազմ ենք անում, ինչ ենք անում, ոնց թույլ չենք տալիս, ոստիկաններ, ԱԱԾ, ՊՊՑ կարևոր չի, լցրել է այնտեղ, մարդկանց խեղդում են, բերանները փակում են, դուրս են անում եկեղեցուց։ Ամեն մեկ իր եկեղեցու շուրջ պետք է համախմբված լինի։ Բոլորս եկեղեցու ասելով թեմերի եւ կոնկրետ տաճարի շուրջ, որտեղ գնում է եկեղեցի, որի իր առաջնորդարանը պետք է նաեւ առաջնորդարանները նույնպես պետք է այստեղ դեր ունեն, իրանք պետք է կատարեն։ Պետք է ժողովրդին ճիշտ հասկացնեն, քարոզչությունը պետք է ուժեղանա, բացատրությունը ուրեմն հասանելի լինի ժողովրդին, թե ինչ է կատարվում։ Ասում են քաղաքականությամբ չզբաղվեք հանկարծ։ Իմիջիայլոց դրա մասին ես ուրիշ կարծիք ունեմ, բայց եկեղեցին ուրիշ է, դա իրենց գործը չի։ Մեր եկեղեցին իրենք որ այսօր որպես մարդ գոյություն ունեն, շնորհիվ այն բանի է, որ հայ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվել 1700 տարի։ Եթե նա քաղաքականությամբ չզբաղվեր, հայոց նախարարություն, հայոց եկեղեցի, հայոց պետություն, հայ ժողովուրդ, հայ համայնքներ չէին լինի աշխարհում։ Նա քաղաքական հզոր մարմին է եղել, ռազմաքաղաքական, եթե ճիշտն ես ուզում, որտեղ տեղ է եղած ժամանակ նաև առաջնորդել է ժողովրդին դեպի պատերազմի դաշտ։ Հիշենք մեր բոլոր ծանր ժամանակները եւ հատկապես Արցախյան պատերազմը եւ դրանից առաջ եղածը։ Սարդարապատում կաթողիկոսը 500 հոգևորական միաբան ուղարկեց ճակատ, որոնք առանց զենքի զորքի առջև կանգնած զորաճ ամեն մեկը մի հատվածում հարձակման ժամանակ իրենք էին առաջինը սլանում եւ ահուս հարսապ տարածում թուրքերի վրա։ Հայ եկեղեցին եւ ռազմական եւ քաղաքական եւ հոգևոր եւ մշակութային առումով մեր հոգու տունն է, մեր ազգի էությունն ու բունն է մեր։ Մենք այնտեղից ենք ելել այս վիճի քաղաքակրթությամբ, ճիշտ է, հայը միշտ եղել է, բայց եթե մինչ քրիստոնեական շրջանում էլ այն ժամանակվա իր հոգևոր հաստատությունների շուրջը համախմբվել, այն հոգևոր այն դավանանքը փոխվեց, քրիստոնեական եղավ, նույն ձևով, նույն սկզբունքով հայը համախմբվեց մյուս կրոնի շուրջ, այսինքն հայը իր հոգևոր առաջնորդների շուրջը համախմբվում եւ այդ համախմբումը ավելի մեծ է համախմբան ուժը, քան նրա հավատի ուժը, անկեղծ։ Դու նկատել ես, որ եկեղեցիներ որ գնում ես, ժողովուրդը նույնիսկ շատ հաճախ չի մտնում մի հատ մոնվարի, բայց եկեղեցու բակում, հատկապես Սփյուռքում, հավաքվում են իրար հետ, խոսում են, սիրում են իրենց եկեղեցին։ Հայ գենի մեջ նստած է, էլի, չէ՞, մեր եկեղեցու շուրջը համախմբումը։ Ռուսաստանում էլ է այդպես, Հայաստանում էլ։ Մեր համախմբումը հիմա այդ ուժը պետք է մենք պետք է ուժեղացնենք մայր եկեղեցին եւ պետք է հավատանք, որ եթե այսպես պետք է իմանանք, կորցրենք մայր եկեղեցին, հայություն չի լինի։